Վլադիմիր Զելենսկին մյուս եվրոպական պետությունների ղեկավարների հետ Հայաստան է այցելել, և մեր ազգի մի մասը ինչպես միշտ նախատում է Զելենսկուն, իսկ մյուս մասն էլ ողջունում է նրան, քանի որ ատում է Պուտինին։ Երկու կողմն էլ միաժամանակ ճիշտ են և սխալ, որովհետև ճշմարտությունը կիսատ պռատ է ներկայացնում։ Պուտինին հակադրվել է ինքն ինչ չի նշանակում, որ պետք է աջակցել Զելենսկուն, և Զելենսկուն քննադատել է չի նշանակում, որ պետք է աջակցել Պուտինին։ Նրանք միմյանց թշնամիներ են և պատերազմում են միմյանց դեմ, սակայն դա չի նշանակում, որ հայկական հարցում նրանց դիրքորոշումները պարտադիր կերպով համընկնում են հայկական շահերի հետ։ Իրականում հայկական հարցի բարձրացման դեպքում բռնում են նույն հակահայկական դիրքորոշումը, ինչպես տեսանք Արցախյան հարցում, երբ Բաքվի բռնապետին սատարեցին, քանի որ երկուսն էլ կուզեն, որ այս տարածաշրջանում Ադրբեջանը գերակայություն ունենա և ոչ թե Հայաստանը։ Չմոռանանք նաև, որ թե Պուտինը, թե Զելենսկին սիոնիզմի աջակից են և պատկանում են նույն ջհուդական Հաբալ-Լուբովիչ աղանդին։ Պարզ փաստ է, որ ով պատկանում է նման սատանայական շարժման, երբեք չի կարող լինել հայամետ կամ լինել մեր դաշնակից։ Սակայն այնուամենայնիվ ես բազմիցս ասել եմ, որ մեր քաղաքական շարժումը աջակցում է ուկրաինացի իրական ազգայնականներին, ովքեր պայքարում են ռուսական կայսերապաշտության դեմ, քանի որ Կրեմլի նվաճողական քաղաքականությունը ուղիղ վտանգ է Հայաստանի համար։ Անձամբ խոսել եմ տարբեր ուկրաինացի ազգայնականների հետ, ովքեր միաժամանակ դեմ են եղել Պուտինին ու Զելենսկուն, և մեզ հայրիս են աջակցում, ոչ թե թուրքերին, քանի որ մեզ ճանաչում են որպես արիացիներ։ Նրանք Պուտինին իրենց թշնամին են համարում, բայց միաժամանակ ազգային հեղափոխություն են ցանկանում, ինչպես նորմալ հայ զինվորները Ալիևին թշնամի են համարում, բայց նույնպես ատում են ներկայիս կառավարությանը և ազգային հեղափոխություն են ցանկանում։ Պարզապես քանի որ պատերազմի մեջ են, ստիպված հանդուրժում են Զելենսկու կառավարությանը, քանի որ միավորված են արտաքին թշնամու դեմ։ Գիտեմ, շատերի համար այս մոտեցումը կարող է թվալ բարդ, անհասկանալի կամ նույնիսկ հակասական, քանի որ հաճախ մեզ սովորեցրել են աշխարհը դիտարկել պարզ սև ու սպիտակ բաժանումներով։ Սակայն իրականությունը շատ ավելի բազմաշերտ է, և եթե ուզում ենք խուսափել ավելորդ պառակտումներից, պետք է փորձենք այն հասկանալ ավելի խորությամբ։ Պառակտումը հաճախ ծնվում է կիսատ ընկալումներից, իսկ ավելի ամբողջական պատկերացումը կարող է նպաստել միասնական մտածողությանը և ազգային համախմբմանը։